Ադրբեջանի քարտեզագիրները պատրաստել են Զանգեզուրի միջանցքի քարտեզ, ու ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե այդ քարտեզի հիմքը բարձրորակ տիեզերական պատկերներն են։ Ադրբեջանական մոտիվներով ներկայացված քարտեզի վրա պատկերված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի բնակավայրերը, ճանապարհները, գետերն ու լեռները։ Ադրբեջանական արտադրության քարտեզում Հայաստանի տեղանունները թյուրքացված են, ճանապարհի վրա չկան նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Թուրքական տարբեր լրատվամիջոցներ նաեւ հայտնում են, թե Հայաստանի իշխանությունը համաձայնել է Սյունիքում 1200 քառակուսի կիլոմետրանոց գոտին Մեղրիից մինչև Կապան փաստացի հանձնել Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարմանը Զանգեզուրի միջանցքի շրջանակներում։ Թուրքական լրատվամիջոցներից մեկն էլ հայտնում է, թե հայ-թուրքական մարգարե անցակետի մոտ գտնվող մի փոքրիկ չեզոք գոտի է տրվելու Թուրքիայի հատուկ վարչական վերահսկողությանը։ Արդեն մարգարեի կողմից տարածքի մասին է խոսում, այսինքն բանջները ավելանում են, իրենք նոր բանջներ են ավելացնելու։ Այն որ մի հատ խոսքը հայերենով ախորժակը ուտելով է բացում, այդ է հենց իրենց մոտ։ Մարգարեի կամրջի բացման մասին քննարկումներն արդեն 2 տարի ընթացքի մեջ են։ Սպասում են, որ այն բացվելու է երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Ամբողջ այս գործընթացը գնում է այնպես, ինչպես որ թուրքերն են ցանկանում։ Մարգարեի կամուրջը դեռևս չի բացվի իմ կարծիքով, որովհետև դեռ շատ բան կա այդտեղ անելու, այդ թուրքական ինչ որ պայմաններ կան Թուրքիայի կողմից, որ պետք է կատարվի Հայաստանի կողմից, դեռ Ադրբեջանի խնդիրը ավարտին չի հասցվել։ Սյունիքով անցնող ճանապարհի Թրամփի ուղու վրա թուրքագետի արևմուտքի թաթն է դրած։ Զուր չէ, որ Թրամփը փորձում է սիրաշահել Թուրքիային, խոսքեր շռայլել Էրդողանի հասցեին, որ նա հզոր է, իր ընկերն է։ Եվ Ամերիկայի կողմից քանի անգամ ասվել է, որ այդ տարածաշրջանում Թուրքիան է տոն դվողը եւ իր խոսքերով պետք է առաջնորդվեն, որովհետեւ Ամերիկան եւ Թուրքիան շատ լավ ստրատեգիական պարտներներ են իրար հետ եւ իրար հետ համագործակցում են։ Թուրքական աշխարհը հիմա խոսում է ոչ միայն Հայաստանով անցնող ճանապարհների, այլև տարածքների մասին։ Նույնիսկ թվեր են ներկայացնում, թե ինչ խորությամբ են ներթափանցելու Հայաստանը։ Տարբեր թվեր են գալիս մինչև 6 կիլոմետր խորությամբ։ Հիմի անգամ եթե 1 կիլոմետր խորությամբ լինի, Մեղրի քաղաքը կգնի դրա մեջ։ Այդ դեպքում ինչ է լինելու, այսինքն Մեղրի քաղաքը դատարկվի, Մեղրի քաղաքը պիտի գնան ուրիշ տեղ ապրեն այդ մարդիկ։ Այդ օրիտորի մեջ է լինելու, այդ տարածքի մեջ է լինելու, թե չէ։ Մասնագետների ձևակերպմամբ երկու հարևան ու թշնամական երկրներում Հայաստանի տարածքի Սյունիքի հանդեպ կատարվում է ծավալուն աշխատանք, այդ թվում տեղեկատվական։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Սյունիքի հարավը նվաճելով Ադրբեջանին միանալու պանթուրքական գաղափարը հարևան թուրքական պետություններում ըստ մասնագետների դառնում է հստակ ձևակերպված հանրային պահանջ։ Թուրքական աշխարհում մեդիա դաշտը նոր տեղեկություններով է կերակրում իր հանրությանը։ Հիմա խոսում են այն մասին, որ Օսմանյան կայսրության անկումից դարեր անց Թուրքիայի եւ Կասպից ծովի միջև կբացվի ուղիղ ճանապարհ, եւ Թուրքիան հսկայական հասանելիություն կունենա տարածաշրջանի բնական պաշարներին եւ առևտրային ու լոգիստիկ ուղիներին, մինչեւ կենտրոնական Ասիայի թուրքական երկրներ։ Նաիրի Մունադյան, ժամը լրատվական։